Վերջին շաբաթներին Երևանի հանրային տրանսպորտում փոխվել է ուղևորափոխադրումների կազմակերպման ձևաչափը։ Մարդիկ տրանսպորտ բարձրանում են առջևի դռնից, ինչը հնարավորություն է տալիս վարորդներին վերահսկել ուղևորցի վճարումը։ Սա արվել է այն բանից հետո, երբ պարզվել էր, որ մեծ թվով ուղևորներ պարզապես չեն վճարում ուղևորցը, եւ քաղաքապետը հրահանգել էր վարորդներին հետևել գործընթացին։ Մեկ շաբաթ անց արդեն ցուցանիշները գոհացնող էին։ 35 միլիոն գումար ենք հավաքագրել ի համեմատություն դրա նախորդ երկու շաբաթների, որը խոսում է այն մասին, որ կանել որ որոշակի անհարմարություններ մեր նոր մեթոդը ստեղծում է, այնուամենայնիվ հավաքագրման տեսանկյունից եւ կարգապահության տեսանկյունից այն բավականին էֆեկտիվ է եւ փաստացի մենք նախկինում չվճարող անձանց հաշվին, նրանց վճարելու հաշվին մոտավորապես 8 նոր ավտոբուսի գումար ենք հավաքել։ Այսպիսով փոփոխությունների արդյունքում երկու շաբաթվա ընթացքում հավաքվել է մոտ 8 նոր ավտոբուսի գումար։ Երևանի ավտոբուս ընկերությունում վստահեցնում են, համակարգն աստիճանաբար կայունանում է։ Հավաքագրումները իրականացվում միասնական տոմսային համակարգով, վճարման տարբերակներն են հավելվածի միջոցով, բանկային եւ տրանսպորտային քարտերի միջոցով։ Առաջին դռնով մուտքը նոր մեթոդ չէ, ասում է Կիրակոսյանը հավելելով, այն կիրառվել է նաև նախկինում կանխիկ վճարումների ժամանակ, այժմ այն վերադարձվել է վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով։ Ներկա պահին ունենք հսկիչներ, հասարակական կարգի պահպանության ծառայությունը մեր գծային հսկիչների հետ իրականացնում են ստուգումներ, ունենք թափուր հաստիկներ, արդեն ունենք պրակտիկայի մեջ անցնող պրակտիկանտներ, ամբողջությամբ համալրվելու դեպքում պարբերաբար ու տարբեր տեղերում իրականացնելու ենք ստուգումներ։ Չվճարելու դեպքում սահմանված է տուգանք 10,000 դրամ։ Չնայած սկզբնական դժվարություններին, ուղևոր վարորդ հարաբերություններն ըստ պատասխանատուների կայունանում են։ Հավատացեք, առաջի օրերին ավելի բարդ էր մեր համար, բայց հիմա արդեն բոլորը ըմբռնու են մոտենում, վեճեր համարյա չենք ունենում։ Եթե տենց ունենում ենք 1-2 խնդիր, հարթվում է, բայց մեր վարորդները հրահանգավորվել են, որ իրանք հորդորեն եւ չտանեն հանգարց վեճի, լինեն զսպված ու համբերատար։ Այնուամենայնիվ արձանագրվել են նաև միջադեպեր։ Վերջին օրերին վարորդի նկատմամբ բռնություն կիրառելու դեպքով ձերբակալվել է 3 անձ։ Քաղաքապետը շեշտում է, չվճարելը ոչ միայն օրենքի խախտում է, այլ նաև վնասում է ամբողջ համակարգին։ Պաշտոնյաները զգուշացնում են, թերհավաքագրումները կարող են լուրջ հետևանքներ ունենալ։ Թերհավաքագրման հետ կապված առաջանալու են բազմաթիվ խնդիրներ, ընդհանուր ծրագրերի ոչ լիարժեք կատարում։ Օրինակ, նոր ավտոբուսների ձեռքբերումն ուղիղ կապ ունի հավաքագրման հետ, ասում է Կիրակոսյանը։ Քաղաքապետարանը նախատեսում է առաջիկայում էականորեն թարմացնել տրանսպորտային պարկը։ Կիրակոսյանի խոսքով այս տարվա ընթացքում կսկսեն 170 նոր ավտոբուսի ձեռքբերման գործընթացը։ Բացի այդ, ծրագիր կա նաև 249 էլեկտրական 18 մետրանոց ավտոբուսների համար։ Արդեն այս տարվա առաջին կիսամյակի ավարտին սպասվում է նաև 45 նոր տրոլեյբուսի մուտք քաղաք։ Երևանի հանրային տրանսպորտի համակարգն անցումային փուլում է։ Վճարումների կարգապահության բարձրացումն արդեն տալիս է առաջին արդյունքները։ Սակայն լիարժեք արդյունավետության հասնելու համար անհրաժեշտ է ինչպես տեխնիկական խնդիրների լուծում, այնպես էլ հասարակության վերաբերմունքի փոփոխություն։ Քաղաքապետարանում վստահ են, այսպես շարունակելու դեպքում հնարավոր կլինի ոչ միայն բարելավել ծառայության որակն, այլև իրականացնել խոշոր ծրագրեր նոր եւ ժամանակակից տրանսպորտով համալրելու մայրաքաղաքը։ Նարնե Ղուկասյան, Մանուել Ստեփանյան, Ռադար Արմենիա։